հնարավորությունների համար երեքն էլ լավ է այսօր։ Էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, Երվանդ Երզնկյանն է ղեկավարում, արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեոսյանը ղեկավարում է Մերան Գուլյանի անվան ժողովրդիկների անսամբլը, Փառապանց անսամբլը, վաստակավոր անսամբլը եւ Արևիկը մանկական, որ 33 տարվա պատմություն ունի, բայց միշտ մանկական, անուշ, երգեցողությունը, երգը մանկական, թարմ կարողանում են մատուցել մեր երեխաներին։ Մեր ինտերնետային էջում նրանք եւս ներկայացված են իրենց թարմ ստեղծագործություններով։ Եվ ընդամենը 3 նվագախմբերով մենք այսօր փորձում ենք համալրել մեր ձայնադարանը։ Այդ ձայնադարանի մասին, որ ես կարծում եմ, որ դա մեծ հարստություն է 17000 ժամից ավել այս տարիների ընթացքում եւ ես հիշում եմ դրանք պահվում էին այդ ժապավենների վրա եւ դա էլ երևի հասցրել եք, ասենք, այդ ժապավենից թվայնացնել, ասենք, տեղափոխել թե ոչ, ասենք 100%-ով տեղափոխված է, 100%-ով տեղափոխել ենք թվային կրիչների վրա եւ ամենակարևոր որոշումը, որ մենք ժամանակին հասկացանք եւ կայացրեցինք այդ որոշումը, չմիջամտել ձայնագրությանը, չվերամշակել, որովհետեւ ժամանակի վերամշակման ժամանակ մենք հա մտածում էինք ինչպես անենք, որ այդ խշշոցները մաքրենք եւ այլն։ Եթե ժամանակին մենք փորձեինք վերամշակել, ապա մենք ամենամեծ սխալը գործած կորցնեինք, որովհետեւ ժամանակի վերամշակման սարքավորումները կամ ծրագրերը թույլ չէին տալիս, օրինակ, ինչպես այսօրվա ծրագրերն են թույլ տալիս կատարյալ մաքրություն ապահովելու։ Դա համար որոշումը կայացվեց ուղղակիորեն ֆիզիկապես իրենց թվայնացնել պահպանելու համար։ 100%-ով թվայնացված է 17000 ժամը, չնայած այսօր ես կուզեի որ պատկերացնեին թե 17000 ժամվա մեջ ինչ կա, էլի, ախր կարող է այսպես մենք ասում ենք 17000 ժամ, բայց դրա մեջ կա Կոմիտասի ձայնից, ել չեմ Վարան Փափազյան, Հրաչյան Ներսիսյան, ում որ ճանաչում եք, բոլորը, Պարուս Սևակ, Հովհաննես Շիրազ, դա իսկապես հարստություն ու գանձ է եւ ես ուրախ եմ որ վերջերս կարծեմ մշակույթի նախարարության հետ համատեղ չէ CD-ներ թողարկվեցին։ CD-ների հավաքածուներ եւ տարվա հոբելյանական CD-ները ձայնասկավառակները փորձեցինք համախմբել մեկ ալբոմի մեջ 2009, 10, հիմա նաև աշխատում ենք 11 թվականի համար եւ դա հրաշալի նախաձեռնություն է ոչ միայն պահպանելու, այլ նաև առաջին հերթին տարածելու որովհետև այնինչ այսօր մատուցվում է մեր հասարակությանը, թույլ տվեք ասել մշակույթի հետ կարծես կապ չունի։ Իրական մշակույթը մնաց այդ ձայնադարաններում եւ արխիվներում եւ այդ ձայնագրությունները այսօր վերհանել, տպագրել եւ բաժանել, տարածել, կարծում եմ շատ մեծ ազգապահպան եւ մշակութային գործունեություն է։ 17000 ժամից բացի մենք ունենք նաև ձայնագրություններ, որոնք մեզ մոտ չեն, տարբեր տեղերից բերում են աշխատողներ, անհատ մարդիկ, որ պահել են իրենց մոտ, եւ որը ժամանակին չեն համարել ֆոնդավորման արժանի, բայց այսօր երբ լսում ես ժամանակի հեռավորությունից, իսկապես արժանի է ֆոնդավորել։ Եվ մինչև այսօր էլ այդ աշխատանքները շարունակվում են, ֆոնդավորում, թվայնացում, ապագայի համար պահպանություն։ Իդեպ այդ ամբողջ 17000 ժամի ժապավենները, ֆիզիկական ժապավենները պահված են եւս։ Պարոն Ամիրյան, այսօր ես օրինակ նախաձեռնեցի ձեր օժանդակությամբ, որ այդ բոլոր լեզուներով Հայաստանի ռադիոն, հայկական ռադիոն որպես աշխարհում ամենահայտնի ռադիո, շնորհավորի աշխարհի բոլոր ռադիոկայաններին տոնի կապակցությամբ, բայց մենք զրուցում էինք, դուք ասացիք, որ ամենակարևորը վերջի մարդիկ են այստեղ։ Ես կուզեի այդ մարդկանց մասին խոսենք, որովհետև ռադիոն նաև այն եզակի կառույցներից է, նաև ձեր շնորհիվ ես դա պիտի շեշտեմ, որ ասենք կադրային ջարդ չեղավ եւ այն մարդիկ, ասենք այդ սերնդափոխությունը չեղավ ցավոտ, այսինքն այն մարդիկ, որոնք մեծ ներդրում ունեին, ասենք այդ մարդիկ մնացին, էլի նպաստեցին ռադիոյի առաջընթացին, իհարկե նաև եկան նոր մարդիկ, նոր մտքերով, նոր հայացքներով։ Այդ մարդկանց մասին եւ
ինչ կասեիք նրանց այսօրվա կապակցությամբ։ Ես չեմ պատկերացնում որևէ մեկին, որ կարողանա կրճատել, ասենք, Հրաչուհի Ջինանյանին կամ Վերա Հակոբյանին, կամ Քյարամ Չոլոյանին կամ Միքայել Առաքելյանին, որոնք հիմնադիրներն են այս ռադիոընկերության, հեռուստաընկերության եւ ընդհանրապես այն ամենի, ինչ որ մենք ունենք այսօր, կամ Կլարա Թերզյանը այսօր հեռացել է, չի աշխատում, բայց Կլարա Թերզյանը տարվա մեծ մասը մեզ հետ է անցկացնում իր ժամանակը, կամ Հովհաննես Մուրադյանը, կամ մյուսները, հիմա բոլորի անունները դժվար է հիշել։ Ռադիոն դարձել է կամ եղել է եւ շարունակում է մնալ այնպիսի մի հաստատություն, որտեղ մարդիկ չեն ազատվում աշխատանքից։ Եթե նրանք պարզապես թղթով իրավաբանորեն ազատվում են, միևնույն է նրանք շարունակում են մնալ այս պատերի ներսում եւ աշխատել նոր սերունդների հետ։ Կադրային ջարդ մենք բացառեցինք, մեզ մոտ եղավ կադրային հոսքերի համաչափություն։ Համաչափորեն տարեցները հեռացան, երիտասարդները եկան եւ փորձը փոխանցվեց շատ համաչափորեն։ Դրա համար հանրային ռադիոյում պահպանվեց լեզուն, պահպանվեց հաղորդում պատրաստելու այն բարձր մշակույթը, որ միշտ եղել է, եւ պահպանվեցին այն տրադիցիաները, որոնք մինչեւ այսօր շարունակվում են։ Դա կարծում եմ ամենամեծ հաջողությունն է։ Եվ այո, կարևորելով մարդը, ստեղծագործողը տվյալ դեպքում, շահում է եթերը եւ ունկնդիրը։ Պարոն Ամիրյան, դե ես կարծում եմ այդ մարդկանց պիտի հատկապես ավագներին մաղթենք առողջություն եւ իսկապես ռադիոն այդ բոլորի տունն էր, այն առումով ես լավ հիշում եմ այն մութ ու ցուրտ տարիներին մարդիկ այստեղ ճաշել էին երբ։ Այո, երբ հոսակ չկար ոչ միտեղ, ասենք ես հիշում եմ մեծ ջանքերի գնով հաջողվեց ռադիոյին, ասենք, առանձին գիծ բերել հետագայում եւ մարդիկ գալիս այստեղ ճաշ էին եփում, ստիպված եւ տանում էին, դե այն ժամանակ գիշերն էլ այստեղ հերթապահություն կար։ Եվ ռադիոն դարձել է ընկերն ու բարեկամ ունկնդրի միակ հնարավորությունը, հիշում եք պատերազմի տարիներին կամ երկրաշարժի ժամանակ, միակ հնարավորությունը շփվելու ունկնդրի հետ ինֆորմացիա փոխանցելու, ջերմ հայկական պատերազմի ժամանակեր ես ասում էի, այն բոլորս, ասենք, ռադիոն պատկերացնում էինք այդ խոսափողը։ Իդեպ ցավալիորեն պիտի ասեմ, որ լարային ցանցը որքան էլ ժամանակակից մտածողության առումով հնարավոր չէ պահել, որովհետև ինքը ծախսատար է եւ սովետական միության նման պետությանն էր հատուկ պահել նման ցանցեր, բայց կարծում եմ Հայաստանի նման մի պետություն, որը փաստացիորեն պատերազմի մեջ է, դեռ այդ լարային ցանցը շատ կարևոր էր, բայց մենք կորցրեցինք առաջին հերթին շրջաններում, հիմա կորցնում ենք Երևանում, պետք են ուղղակի միջոցներ պետության կողմից, դա հանրային ռադիոյի կամ որևէ նախարարության անելիքը չի, պետությունը պիտի որոշի կապի նախարարության միջոցով միջոցներ հատկացնի եւ պահպանեն այդ ցանցը։ Կոմերցիոն առումով, կառավարման առումով ես սխալ եմ համարում ունենալ դոտացիոն մի հեռարձակման ցանց, որը ստիպողաբար պիտի մարդկանց լսել տա քո ծրագրերը։ Սա սխալ է կոմերցիայի առումով, ժամանակակից մտածողության առումով, բայց պատերազմի մեջ, փաստացի պատերազմի մեջ եղող պետության համար, մեր նման պետության համար սարսափելի կարևոր է պետության հոգատությունը նման ցանց պահելու համար։ Շնորհակալություն, պարոն Ամիրյան, մի անգամ եւս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ ռադիո Երևան, նաեւ 85-ամյակի ռադիոյի։ Այո։ Շնորհակալություն, ես կարծում եմ, որ այս տարի ամբողջ տարին է հոբելյանական լինելու, ռադիոն 85 եւ հանրային հեռուստատեսությունը 55 տարեկան է դառնում, տարվա ընթացքում կլսենք շատ հոբելյանական հաղորդումներ, միջոցառումներ, կունենանք ցուցահանդեսներ եւ աշնանը նոյեմբերի 26-ին օպերայի բեմահարթակում մենք կունենանք մեծ հանդիսություն, տոնակատարություն, որը նվիրված կլինի ռադիոյի 85 հեռուստատեսության 55-ամյակին։ Շնորհակալություն, որ նորից կրկին շնորհակալություն, որ փոխեցիք ձևաչափը հաղորդման եւ հյուրընկալվեցիք հանրային ռադիոյում։ Դուք լսում եք հանրային ռադիոյի առաջին ալիքը, սիրելի ռադիո լսողներ։ Եվ առիթից օգտվելով ուզում ենք սրտան շնորհավորել բոլոր ռադիոկայաններին տոնի կապակցությամբ։ Խոսքը մայիսի 7-ի մասին է ռադիոյի օրվա։ Աշխարհի բոլոր հայերին ենք շնորհավորում, ովքեր ունկնդրում են հանրային ռադիոյի առաջին ալիքը, որովհետև բոլորն են լսում հանրային ռադիո, եւ մենք մեր սփյուռքին ենք ողջունում առիթից օգտվելով, ձեզ էլ ենք շնորհավորում, որովհետև սա նաեւ ձեր տոնն է։ Եվ մնացեք մեզ հետ, ունկնդրեք Հայաստանի հանրային ռադիոն, համար 1 ռադիոկայանը։ Մենք եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր անմիջական կապ ունեն ռադիոյի հետ, եւ նաեւ մեզ։ Շնորհավոր մայիսի 7։ Շնորհավոր։